Բարև բոլորին, այսօր նորից եթերում Բամբասանկի խորոված ոդքասթն է եւ ես Կարեն Մարգարյանս, Մարգարյան Business Group ընկերության հիմնադիրը, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ֆայնային, ով Ֆայնա ընկերության սեփականատեր եւ հիմնադիրն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ լուրջ ներկայացրեցիր։ Ֆայնա, դուք ես վերջերս Երևանում մասնակցել եք նորաձևության շաբաթին եւ ցուցադրել եք ձեր հավաքածուն։ Այ սենց հարց ունեմ, էլի, կապված նորաձևության շաբաթի հետ կապված եւ նորաձևության ցուցադրման հետ կապված։ Այդ ցուցադրումը ինչն է կարևոր ցուցադրության մեջ, տվյալ պայն էմոցիաները եւ զգացումները նայողների, թե հետագայում տպավորությունը հավաքածուի հետ կապված։ Ողջույն, նախ եւ առաջ պետք է խնդրեմ, որ մենք էլ ավելի անմիջական զրուցենք, դուքով չխոսանք, որովհետեւ մի քիչ դա արհեստական է, որովհետեւ մենք ծանոթ ենք շատ տարիներ։ Չէ, տարիքը չասես։ Տարիք չենք ասում, որ չիմանան ես քանի տարեկան եմ։ Չմտածեմ մանկապարտեզից ենք շփվում։ Դավայ դույով խոսանք։ Շատ սիրում, շատ հարգում եմ քեզ, շնորհակալություն, որ հրավիրել ես։ Հիմա անցնենք պատասխաններին։ Մասնակցել եմ նորաձևության շաբաթին, այսինքն ճիշտ եմ հասկանում, ինչ է տալիս դա դիզայներին։ Դա դիզայներին, այո, ինչ է տալիս։ Ես իդեպ իմացել եմ, որ այս տարի արդեն երրորդ ցուցադրությունն է, որ արվում է, առաջինը Հայաստանում է եղել եւ երկուսը եղել է արտերկրում եւ պլանավորվում է 4-ը, ինձ թվում է 4-ը դու արդեն կներկայացնես, շուտ ասել, բայց ես տենց ընկերական իմացա որ 4-ը, ու ես շատ հպարտ եմ եւ ուրախ եմ, որ շատ կարևոր գործ ես անում, ու հերթական հարցերը նաեւ այդ առումով է, ես կխնդրեմ, որ այս մասով մի հատ պատասխանես։ Ինչ է տալիս դա դիզայներին ճանաչում։ Դիզայների համար կարևոր է իր աշխատանքը ցուցադրել։ Ոնց է ռեստորատորների համար կարևոր չէ, որ դուք անում եք հատուկ միջոցառումներ, որ ցուցադրեք, չգիտեմ, ձեր գործընկերներին, լավագույն հյուրերին։ Չէ, իդեպ այդ սկզբի էմոցիոնը, չէ, կա մի հատ վաու էֆեկտ, որ ասենք ցուցադրության ժամանակ է եւ հետո ուրիշ ազարտ է։ Դա ուրիշ ազարտ է, դա ուրիշ ծանր աշխատանք է, իսկ հետո իհարկե ճանաչումը, երբ որ հաճախորդը տեսնում է քո հագուստը, գնում է գալիս է գնելու բնականաբար, այսինքն կծանոթանում է, նոր հաճախորդները ձեռք բերում եւ պրեսան, որ շատ կարեւոր է մեր համար, բոլորիս համար, նկատում է ու գրում է քո մասին, իսկ երբ որ գրում է միջազգային պրեսան, դա էլ ավելի կարեւոր է ցանկացած դիզայները ու կարևորը ես միշտ ասում եմ կապ չունի հենց իմ մասին գրեն թե ցանկացած ուրիշ հայ դիզայների մասին դա բոլորիս հաղթանակն է։ Այսինքն կարևորը Հայաստանն է։ Միանշանակ դա բոլորիս հաղթանակն է, որովհետև հայկական նորաձևությունը պետք է վերջապես դուրս գա Հայաստանից եւ մենք արդեն անում ենք այդ քայլերը։ Այդ ոնց ես տեսնում հայկական նորաձևությունը, ինչպես պետք է ներկայացվի աշխարհին եւ նայ, ասենց օրինակ բերեմ, օրինակ իմ ոլորտում ուտելիքի միջոցով կարելի է փոխանցել մշակույթը, ազգային մշակույթը եւ ուտելիքի միջոցով մարդը կարա հասկանա այդ երկրի, այդ համն ու հոտը, մշակույթը, բնավորությունը, այն նորաձևության միջոցով ինչպես կարելի է փոխանցել օրինակ երկրի մասին այդ կոդը, այսպես ասած։ Իհարկե, ու դա պարտադիր չի լինի տարազ, դա պարտադիր չի լինի օրնամենտ։ Բոլոր դիզայներները իրանց երկրում մեկը ուրիշ ձև են մտածում, դու չես կարան իտալացու պես մտածես։ Մենք անում ենք մեր հագուստը ու ինքը ամեն դեպքում տարբերվող է։ Ու շատ կարևոր է նորաձևությանը մի քիչ լուրջ վերաբերվեն։ Շատ լուրջ են վերաբերվում ուտելիքին ու շատ ոչ այդքան լուրջ հագուստին, բայց նորաձևությունը եւ դիզայներները կարող են գովազդել երկիրը ու կարող են բերել մեծ հոսք տուրիստների նաեւ։ Դե ես կարծում եմ վերջի տարիներին հայկական Հայաստանի նորաձևությունը բավականին բարձրացել է։ Ես բավականին մարդ եմ ճանաչում այդ ոլորտում, իհարկե քո շնորհիվ։ Եվ ուրախանում եմ, որ իրականում մենք կարող ենք անել ու Հայաստանում կարող է ստեղծվել մշակույթ նորաձևության մեջ, որը որ կարա յուրաքանչյուր տարբեր հարթակներում այո մրցի եւ իտալական եւ ֆրանսիական նորաձևության հետ։ Դրան մի քիչ շուտ է,
Բայց օրինակ հարևան երկիր Վրաստանը տարիներ առաջ հենց դրանով շատ մեծ հոսք է բերել տուրիստների եւ վրացի դիզայներ հենց ոչ թե ինչ որ մեկին անհատական անուններ, այլ հենց բրենդ վրացի դիզայներ շատ համաշխարհային հայտնի դարձրեցին եւ սեր դեպի վրացական կուլտուրա եւս, այսինքն դա լեզու է, վիզուալ լեզու է, մենք էլ ենք կարող մեզ ճիշտ ներկայացնենք։ Դե տարբեր բնակավարներ, որ այդ իրանց բարձր աշխատանքի շնորհիվ մարդ տուրիստ բերեն Հայաստան, մեր գործերն էլ լավն է այստեղ։ Շատ կարևոր է, երբ որ նորաձևության շաբաթ գալիս են դրսի պրեսայից մարդիկ եւ գրում են Հայաստանի մասին, մի անգամ կգրեն հագուստի մասին, մի անգամ կգրեն ռեստորանի մասին, դա լավ տպավորություն օբշի երկրի մասին։ Կարևորը դա է։ Ես որ ուսումնասիրել եմ քո հավաքածուները, իրանք տենց պարզապես հայկականացված բան չունեն, այսինքն իրանք ավելի ժամանակակից են, ավելի ոչ հայկական են, այսինքն կա ինչ որ մի բան, որը որ այդ դրա մեջ արտացոլում է Հայաստանը իր ամեն ինչով, ինչա պետք, օրինակ պետքա ինչ որ նախշազարդ անել կամ գույն կա ինչ որ յուրահատուկ, որը որ կարող է հետագայում օրինակ այդ գույնը մարդկանց մոտ տպավորում, որ սա հայկական է կամ Հայաստանի ինչ որ գույն, այնտեղ կա որթան կարմիր կամ տարբեր գույներ կան, որը որ ասած փիրոզագույն ասոցացվում է Հայաստանի հետ եւ շատ տեղեր օգտագործում են։ Օրինակ քո այդ աշխարհի մեջ նորաձևության ո՞նց ես դու տեսնում, ո՞նց կարելի է այդ ամեն ինչը միգուցե փոխանցել, որ դա հայկական է։ Կան դիզայներներ, որ կարան դա անեն օրնամենտի միջոցով, կան դիզայներներ, որ դա կարող են անել զարդերի միջոցով։ Իմ դեպքում ես չեմ անում օրնամենտ, դրան շատ նուրբ եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ դա պետք է շատ լավ ուսումնասիրես, որ անես, որ սխալ թույլ չտաս, որովհետև դա պատմություն է, իսկ պատմության հետ ուղղակի խաղալ սխալ է։ Ու ես եթե մի բանի մեջ վստահ չեմ անում։ Իմ հագուստի մեջ երևի հայկական խարակտերն է, անկոտրոն ձիգ, իմ հագուստներն էրա տենց, պարզ գույնով։ Դա այսինքն դու քո էմոցիաները ու էներգիան փոխանցում ես հագուստին։ Իսկ ինչով ես ոգեշնչում, լավ, այսպես հարց տամ, ինչով ես ոգեշնչում։ Միշտ տարբեր լինում է, որ ոգեշնչում չի լինում, բայց դա ամեն օրվա աշխատանք է, ու դու ստիպված ես նստել եւ ստեղծել։ Բայց դժվար չի։ Շատ դժվար է, բայց երբ որ մտել ես այդ խաղի մեջ, իրավունք չունես սպասել, երբ ամուսան գալու։ Դե, որովհետեւ ռեստորանն է ինքը ստեղծագործ աշխատանք է, ու այո, իրականում որ մուսատ գալիս է ու գիտես ինչ ես անում, ավելի հեշտ է։ Իհարկե։ Իրականում մեկ որ կտրվում է, ավելի դժվարանում է, բայց իրավունք չունես կանելու։ Հա, գիտելիքը որ դու ունես, դրա շնորհիվ կարելի է այդ ամեն ինչը կազմել։ Կարող ես ոգեշնչվել, ուղղակի սիրուն մարդ տեսնես հետաքրքիր հագնված ու դուրդ կա ու դու մտածես հագուստ իրա, չգիտեմ, գույներով, կարող ես գիրք կարդալ, կարող ես կինո նայել, կամ չգիտեմ, ես որ զգում եմ շատ դժվար է, այլևս միտք չկա ու ինձ իսկ դա լինում է, նենց չի որ չի լինում, ես գնում եմ Դիլիջան, գախնիկս պատմում, չնայած իրոք ես պատմել եմ, գնում եմ Դիլիջան, մի օր նայում եմ դեղի բնությանը, զրուցում եմ մարդկանց հետ, համով բաներ եմ ուտում, հետ գալիս ու ես պատրաստ եմ։ Համով բաներ ուտում ես, դա ներշնչում։ Ուտելիքը ամեն դեպքում ներշնչում է։ Կարևոր է, Կարեն ջան, ու դու շատ լավ գիտես, քո ռեստորանների ուտելիքը ինչքան շատ եմ սիրում ու բոլոր իմ հյուրերին բերում եմ պարտադիր քո մոտ։ Ֆայնը, այսենց հարց տամ, երբ որ ձեզ քեզ պատվիրում են, հա, ասենք ես էլ եմ պատվիրել, չէ, մի անգամ Ազուրա պրոյեկտի համար պատվիրել ենք հագուստը մատուցողների եւ անձնակազմի, եւ ինչն է քեզ օրինակ ներշնչում, ինչն է կարևոր քեզ օրինակ այդ բան որ ռակուրսով կամ ոնց ես ֆոկուս անում, թե ինչա պետք շոր, այսինքն հարմար լինի, սիրուն լինի, հյուրերը հավանեն, պրակտիկ լինի միգուցե, ինչն է քո համար կարևոր պրոյեկտի մեջ։ Քո համար գաղտնիք չի որ ասեմ, որ ես չեմ սիրում ունիֆորմա անել, ու այդքան քո պրոյեկտներից մի հատ Ազուրան արեցինք իրար հետ, չնայած մեծ հաճույք եմ ստացել, որովհետև
Իմ համար կարևորը ոնց է պատվիրատուն, օրինակ այս դեպքում դու ոգևորված պատմում իր պրոյեկտի մասին։ Երբ որ պատվիրատուն պատմում է ոնց է լինելու պատերը, ոգևորված ցույց է տալիս ինչ մեբլ է լինելու, ուտելիքը եւ այլն, շատ ավելի հեշտ է հագուստը միանգամից պատկերացնել։ Հագուստը չպետք է խանգարի մատուցողին, հագուստը պետք է, չգիտեմ, բան կա, կանոններ, ձեռքերը փակ եւ այլն դա շատ կարևոր է լինի, այսինքն ես նայում եմ եւ լինի պրակտիկ եւ համապատասխան գարմոնիայի մեջ լինի տարածքի հետ, դե եւ թեմայի մեջ լինի։ Դե իրականում այս հարցը բխում է նրանից, որ ես պատկերացնում եմ ինչքան մարդ է գալի քո մոտ, ուզում է պատվիրի իրան համապատասխան շոր։ Լավ, ճանաչելով քեզ կամ լսելով քո գործերը տեսնելով, բալ գալիս է ու ներկայացնում է, ասում է ես այսպիսի շոր եմ ուզում։ Ինչ որ բաներ կա, որ դու քո համար օրինակ կարմիր գիծ է, որ դու դրանից չես անցնում, թեկուզ եթե պատվեր են տալիս։ Ու կա ինչ որ բաներ, որ օրինակ հաճախորդի համար դա պետքա լինի կանոն։ Սովորաբար տարիների ընթացքում հաճախորդներն էլ են հասկացել, ոնց մենք իրար հետ պետքա շփվենք։ Իհարկե կար ժամանակ, որ ես անում եմ ամեն ինչ, միակ բանը, որ երբեք չի արվի, դա չի կարա կրկնվի ուրիշ հայ դիզայների հագուստ։ Այսինքն տես պատվերներ լինում է։ Իհարկե, լինում է բերում են ինչ-որ երգչու ֆոտոն, լինում է ես միշտ կամ Արտասամանյան արտ երկրի դիզայներների ես միշտ ասում եմ, այդ դեպքում ձեզ ես պետք չեմ, պետք է իմ ատելյեն, որտեղ լավ մեծ պրոֆեսիոնալի թիմ է, խնդիր չկա, ես հրավիրում եմ իմ աշխատակցուհուն, դիզայները օգնական, որ կարա այդ պատվերը վերցնի, դեմ չենք մենք, դրա համար մենք ունենք մեծ թիմ, վճարում ենք նալոգներ, արենդաներ, դրա համար ամեն ինչ չենք հրաժարվում, այդպես կապրիզներ չունենք, բայց եթե դա ուրիշ հայ դիզայների հագուստ է, դա երբեք դաժե չի կարա քննարկվի ու չի կարա ասի, իսկ կարա սնանման մի ուրիշ բան լինի, այդ միակ կարմիր գիծն է։ Տարիների ընթացքում շատ ավելի հստակ են ավելի քչացել են մարդիկ չեն գալիս այլևս բայց տարիների ընթացքում ինձ ճանաչելով իմ ոճը ճանաչելով իմ կլիենտն էլ է շատ ավելի կոնկրետ ու շատ հստակ կարծում եմ նույն բան ռեստորանում է կան ռեստորան որ գնում են հատուկ միաձև մարդիկ իրանք այսպեսինն են չգիտեմ ընտանեկան եւ այլն չեն հայտնվում անհասկանալի կերպարներ ստեղ իրանք չեն գալիս դե էդ էլ է ժամանակի որտեղ ի սկզբանե գալիս են մարդիկ ու իրականում անենց բան են օրինակ ուզում հա որը որ չի անպատասխանում այդ կոնցեպտին օրինակ չգիտեմ աստեղ քեբաբ չկա կամ աստեղ հայկականում սուշի չկա հա ինչ որ տենց մի բան էլի ինչ որ տենց абստրակտ բան ասենք ու երբ որ դու սկսում ես իրան ավելի շատ կրթել այդ մասով իրականում դա էլ է կրթել կրթում ես ու այդ մարդիկ կամ մնում են իհարկե կամ գնում են էլ չեն վերադառնում որովհետև իրանց տեղը չեն գտնում այդտեղ բայց շատ մարդկանց են նաև սովորացնում ես, որ սենց է պետք անել, որտեղ իրականում եւ կարծում եմ քո գործում եւ կարծում եմ իմ գործում դա պարտադիր պայման է եւ պարտադիր է, որ մարդիկ եթե ինչ-որ բան էլ չգիտեն, իմանան ու հասկանան ու կրթվեն։ Դա ամոթ բան չի կարծում եմ։ Ընդհանրապես եւ տարիների ընթացքում արդեն կա կլիենտսկի բազան, կան մարդիկ, որ հասկանում են, որ գան քո մոտ ուզեն ինչ-որ ֆանտաստիկ վուլգար զգեստ, ուղղակի չեն գալիս տենց մարդիկ ինձ մոտ։ Այդքան է։ Բայց օրինակ իրանց տրամադրությունը այ ոգեշնչվում ես իրանց տրամադրությունով, չէ՞, երևի թե ամեն մեկը այդ զգեստը ուզում է ինչ որ առիթի համար։ Իհարկե, միշտ առիթների համար, հարսանիք կնոնք նշանդրեք։ Հարսի շոր կարում ես։ Իհարկե։ Շատ լավ։ Բայց իմ հարսի շորերն էլ են տարբերվում։ Իմ մոտ ես միշտ ասում եմ, ինչի չեն գալիս հենց մեծ քարերով լիքը գիպյուրներ, նո չէ, իմ մոտ գալիս են ասեն սիրուն, համեստ չգիտեմ, մի խոսքով ամեն հաճախորդ գտնում է իր դիզայներին, իր ռեստորանը, իր ճանապարհը։ Դե որպես դիզայներ ես կարծում եմ, որ իրականում ճիշտ է այդպես անել, որ ամեն մի շոր արտացոլի եւ քո միտքը եւ հաճախորդի այն տրամադրություն եւ այն բնավորությունը, որը ինքը ունի։ Նաեւ հաճախորդին պետք է սազա այդ շոր։ Դե սազա ես սենց եմ տեսնում, էլի ինքը չի կարա հագնի մի բան, որը որ իրան
իր էներգիայով չի եւ իրան նման չի, բայց միշտ չի հաճախորդը այդ պատկերացնում, դրա համար նստում ենք, սուրճ ենք խմում, քննարկում ենք, դրա համար դուք ես, դրա համար էլ գալիս են ինձ մոտ։ Ֆայն, այսպեսի հարց, ես ուզում եմ հասկանամ տարբեր բնակավարներ, հա, ես օրինակ աշխատում եմ ռեստորանային ոլորտում, դու դիզայներական ոլորտում, ուզում եմ ու տարբեր ոլորտներ կան, որը որ փոխկապակցված են, ոնց է մեկը մյուսին օգնում կամ մեկը մյուսին խանգարում, չէ որ տարբեր իվենտների ժամանակ միջոցառումներ որ չգիտեմ ռեստորանի բացում կլինի թե ինչ որ մեծ միջոցառում կլինի ես համոզված եմ որ քո մոտ պատվիրում են համապատասխան շորեր հիմա ասենք մեր ոլորտն է ձեզ օգնում թե ձեր ոլորտն է մեզ օգնում դա եմ ուզում հասկանամ ինչքանով են իրանք փոխկապակցված եւ ինչքանով են իրանք համահունչ իրար հետ ով օգնում երևի դժվար է ասել երևի պետք է ասել իրար հետ միասին գնում ենք դեպի պայծառափան իրականում ինչքան շատ կան իվենտներ ինչքան դուք շատ բացում եք ռեստորաններ ինչքան շատ միջոցառումներ կա այդքան շատ աշխատանք ենք անում մենք Դե որովհետև դա էլ է, չէ, հատուկ օր է, իսկ զգեստը բացի առօրյայից, նաև հատուկ օրերի համար է, որ մարդը իր տրամադրությունը, իր այն համապատասխան տեղը, որտեղ որ գնում է, այդ համապատասխան նաև հագուստ լինի։ Չէ՞ որ ամեն իվենտի ժամանակ հիմա արդեն շատ ընդունված է եւ հստակ է գրվում է, թե ինչ դրես կոդ է։ Ճիշտ է, շատերը դեռ չեն պահում այդ ամեն ինչը ու շատերը նաև կարող է եւ չեն հասկանում իրականում չեն էլ կարդում հա չեն էլ կարդում բայց կարծում եմ որ օրինակ ոնց է տեսնում դրա անհրաժեշտությունը կա ճիշտ է դա դրես կոդ նշելը Հա, ճիշտ է, որտեվ եթե միջոցառումը արվում է ինչ-որ թեմատիկայի շուրջ, իհարկե պետք է լինի դրես կոդ, որ ամբողջ իվենտը ճիշտ անցնի, սիրուն անցնի, այսինքն եթե դու անում ես, չգիտեմ, իվենտ Gatsby, չգիտեմ, խի առաջին այդ մտքով ասել, երևի ամենատարածվածն է, ու դու անում ես դեկոր, հագ, ուտելիք եւ ու գաս ուղակի ինչ-որ տես պրոստը չպատրաստված ամբողջ տեսքը կորելու է դրա համար շատ կարևոր է նշել ու շատ կարևոր է հետևել Իդեպ այս թեմայի շուրջ ես վերջերս ինձ հրավիրել էին ծնունդի իմ ընկերոջ ծնունդներ Մոսկվայում ռեստորատորա ու հրավիրատոմսի մեջ գրած էր Black Tie ու անընդհատ մտածում եմ բա որ ասենք սմոքինգով մտնեմ ու շատ մարդիկ էլի ասենք սմոքինգով չլինեն ինչպես ես ինձ լավ կզգամ կամ վատ կզգամ բաբեջկով ու սմոքինգով իրականում սմոքինգով գնացի բաբեջկայով գնացի ավտոյի մեջ նավսյակի չես պահել երկրորդ զույգը չեմ պահել հավատալով որ իրականում այդ դա այն իվենտներ ու այն մարդիկ են հրավիրված որ բոլորը կպահպանեին այդ դրես կոդը ու երևի թե 95%-ը հագնված են ճիշտ դրես կոդով։ Ինձ թվում է էդ էլ կա, որ Հայաստանում շատ տեղեր որ գնում ես, մեկ գրած որ հրավիրատոմսի մեջ գրած է ինչ դրես կոդ է, դու պահում ես ու գնում ես տեսնում ես որ երևի թե մենակ դու ես այդ պահե ու էդի հետ է քաշում, չնայած ես միշտ դրես կոդին հետևում եմ։ Ամեն դեպքում շատ են հիմա անում նաև օրինակ հարսանիքներ ու անպայման նշում են գույները։ Եթե թեմատիկ ինչ-որ Հա, էդ էլ է շատ սիրում, որովհետև չգիտեմ, իրանք բացօթյա, հատուկ ծաղիկներ, հատուկ եւ այլն պատրաստվել են, չեն ուզում մարդիկ գան սև, չնայած որ ես շատ եմ սիրում, բայց հասկանում եմ, չեն ուզում, դրա համար նշում են, ու այս օրինակ այս տարի շատ եմ ես ունեցել տենց հաճախորդներ, որ եկել են այդ պալիտրայով ու մենք իրար հետ նստել, մտածել ենք, պատրաստվել ենք, այսինքն հիմա փոխվել է շատ, սկսել են դեռ կան մարդիկ, որ ուշադրություն չեն դարձնում, բայց դա սիրուն չի հրավիրողի նկատմամբ, իմ կարծիքով։ Անհարգալից։ Այո։ Կասեի։ Այո։ Հենց որ ձեզ եթե հրավիրում են եւ գրած է դրես կոդը անպայման պահպանեք։ Դա երևի թե չէ, համոզված եմ, որ դա նաեւ հարգանքի նշան է հրավիրողին։ Իրականում ոդկասթները այն ինչ որ մենք անում ենք, այս տաղավարում տարբեր մարդիկ են եկել մեզ հյուր ու հիմնականում թեման դե խոսվում է Հայաստանի զարգացման եւ Հայաստանի ընդհանրապես Հայաստանի ոլորտների մասին եւ
այն մարդիկ, որոնք հյուրընկալել են մեր տաղավար, միշտ զրուցել ենք այդ մասով, այսինքն հասկանանք, թե ինչ կարելի անել ոլորտով, որը որ այդ մարդը ներկայացնում, որ Հայաստանը ավելի ճանաչելի դառնա։ Եվ այն ոլորտներն ենք ընտրել, որոնք հենց ուղիղ համեմատական կապ ունեն այդ ամեն ինչի հետ։ Եվ ի սկզբից որ խոսացենք հաղորդման սկզբից ցուցադրման մասին եւ դրա մասին էր, ինչ ավելի ոնց ես տեսնում, նաև ասացի, որ հələ շուտ է իտալացիների եւ ֆրանսիացիների հետ մրցելը, միգուցե շուտ է, բայց եթե կա նպատակ, եթե կա ուղղություն եւ այդ ոլորտը զարգանում է ու շատ մարդիկ նաև իրանց ջանքը, իրանց հոգին, իրանց սիրտը եւ իրանց ստեղծագործ այդ աշխատանքը ներդնում են այդ ամեն ինչի մեջ, կարծում եմ այդ ուժը շատ է ուժեղանալու եւ այո, կարող է եւ մի օր մրցենք նաև իտալացի դիզայներները եւ ֆրանսիացի դիզայներ, կարծում եմ, որ ինչ-որ յուրահատկություն պետքա նաև ունենա, չէ՞։ Հա, իհարկե։ Կա տենց, ես տենց գիտեմ, դու ավելի պրոֆեսիոնալ ես, դու ավելի լավ կասես, օրինակ իտալական նորաձևությունը կարծում եմ ինքը իր ոճը ունի, ինչքան էլ դիզայներները տարբեր են, ֆրանսիական իր ոճ ունի, այ հայկականը ունի ինչ-որ ոճ։ Մենք դեռ ձևավորվել է տենց, ձևավորվում է, ինչ փուլում է։ Իրանք ձևավորում են դա դարերով, մենք նոր ենք սկսել։ Մի քանի տարվա մասին է խոսքը։ Չեմ ուզում նեղացնեմ, չգիտեմ 20 տարի առաջվա դիզայներ, որ ասում եմ մի քանի տարի նկատի չունեմ, այս 2 տարի։ Բոլորիդ նկատի ունեմ, անգամից ասեմ, ոչ մեկ չնեղանա։ Քեզ շատ են սիրում, ոչ մեկ չի նեղանա քեզանից։ Քեզ թվում բայց լավ։ Մենք դեռ ամենասկզբում ենք մեր ճանապարհի ու հիմա մրցելու մասին չի խոսքը, հիմա մենք մեզ պետք է ցույց տանք, մենք պետք է մեր մեջ կենտրոնանանք, հասկանանք որն է մեր ոճը, դա ամեն օրվա աշխատանք է, երբ որ մենք գնանք տարբեր երկրների ցուցադրություններ, անընդհատ հրավիրենք ստեղ այդ մարդկանց ու մեզ ցույց տանք, այսինքն կա փուլեր, որը որ պետք է անցնել։ Հա, միանշանակ դա մի օրվա պատմություն չի, դա մեծ փող է նաև։ Իսկ կա աջակցություն պետության կողմից կամ կա ինչ որ չգիտեմ, տարբեր ինչ որ աջակցություններ, չեմ ասում ֆինանսական, հա, կարա տարբեր աջակցություններ լինի հարթակների մասնակցելու, տարբեր ֆորումների կամ ինչ որ բաներ, որը որ ավելի զարգացնի, որտեղ ես հասկանում եմ, որ նորաձևությունը ինքն իրենով դա այն ոլորտն է, որը որ այո, նաև եւ туриզմը կարա զարգացնի եւ ինչի՞ չէ նաև տնտեսությունը զարգացնի։ Միանշանակ գիտես, այդ տենց չի, որ ուղղակի մի օրվա մեջ շատ տաղանդավոր դիզայներ կարա գնա ինչ-որ բան ցույց տա, դա մեծ բիզնես է ու դա մեծ գումարների մասին է խոսքը եւ աջակցությունը պարտադիր է։ Մի քիչ պետք ավելի լուրջ վերաբերվեն նորաձևության։ Խոստանում են, որ լինելու է։ Այսինքն հույս կա։ Հույս միշտ կա։ Այս տարի օրինակ նորաձևության շաբաթը էլ ավելի մասշտաբներ, դրսի հյուրերը շատ էին։ Իսկ տեղի Ստեղի, այսինքն դրսի պրեսան, ստեղի պրեսան մի քիչ բայց մեզ ավելի կարևոր է դրսի պրեսան, թե ներսի։ Բոլորը կարևոր են։ Ինչքան շատ, եթե հայ դիզայները սկսի լավ վաճառվել դրսում, ինքը բնականաբար իր հագուստները պատվիրելու է ստեղի ֆաբրիկաներին։ Հա, եթե տնտեսագիտական մասով մոտենանք։ Իհարկե, վճարում ենք նալոգ, աշխատատեղ ենք ավելացնում, ուղղակի ճանաչելու, այսինքն նալոգը շատ է կրկնում, ոնց որ նալոգը շատ է վճարում։ Շատ վճարում։ Իսկ դիզայներներից ամենաշատը ես եմ վճարում։ Ոնց ադիդնի է, բայց այդ նշանակում է լավ է, չէ՞ գործերս որ։ Դա շատ լավ է։ Դա փառքաստո թող լինի, մենք էլ վճարենք։ Ասում են լինելու աջակցություն, անընդհատ քննարկվում է, հավաքել են մեզ դիզայներներին, ասել են, որ մյուս տարի ծրագրեր է գրվում, դեռ ոչինչ, ոչ մի բանից չենք օգտվել, բայց անհամբեր սպասում ենք։ Ֆայն է, այ վերադառնանք մի հատ հետաքրքիր թեմա է, որը ինձ շատ է հետաքրքրում, կրթությանը։ Այ Հայաստանում կա կրթական որտեղից է օրինակ դիզայները որոշել է մի մարդ որոշել է դիզայներ դառնա, հա, շորի։ Ես գիտեմ, Միլանում կա, Ֆլորենսիայում կա շատ լավ դիզայնի դպրոց։ Այնինք Հայաստանում որտեղից է սկսվում դա, կան պրոֆեսիոնալ դպրոցներ, արդյոք կա դրա պահանջը, որը որ ավելի պրոֆեսիոնալ լինի, ավելի զարգան մարդիկ, որ ուզում են
նախաձեռնեն նմանատիպ պրոյեկտ։ Եվ կա արդյոք հակառակը քննադատողների ինստիտուտ, հա, այսինքն օրինակ արտերկրում կան քննադատողների այդպես ինստիտուտներ տարբեր, որոնք քննադատում են եւ նորաձևությունը, այո, դե կա մեր ոլորտում էլ կա քննադատողներ եւ բավականին լուրջ եւ դրական հետևանք են թողում, ես կարծում եմ, որտեղ դրանից հետո մարդիկ ավելի ուրիշ ձև են վերաբերվում իրենց աշխատանքին։ Համաշխարհային ասպարեզում իհարկե ընդունված է fashion critic-ը, Հայաստանում չունենք, մենք չունենք, եթե չեմ սխալվում, էլի չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, բայց fashion ժուրնալիստ, մենք ունենք լավ ժուրնալիստներ, մենք ունենք ժուրնալիստներ հետաքրքրված նորաձևությամբ, բայց fashion ժուրնալիստ չեն կարծում եմ, կարիքը կրթվելու կա, եւ մենք ունենք Գեղարվեստ ակադեմիա, որտեղ ամեն տարի ավարտում են շատ դիզայներներ, օրինակ այս տարի պրիոմնի կոմիսիայի ղեկավարը ես շատ տաղանդավոր երեխեք կան, բայց կարծում եմ մեր այդ կրթության ոլորտում պետք է մի քիչ շատ այսօրվա մասին իրանց սովորացնել։ Ինչ, այսինքն փորձառու, ավելին փորձառու մասնագետներ դասավանդեն, ավելի նորաձևության մոտ, ոչ թե նկարչության եւ կարուձևի, այլ նորաձևությունը դա բիզնես է, պետք է նորաձևության բիզնես, fashion photo, fashion styling, այդ ամեն ինչը պետք է իրանց սովորացնել, մենակ նկարել ու շոր կարելու մասին չի նորաձևությունը։ Դրան մենք իդեպ քննարկել ենք ռեկտորի հետ էլ, հիմա նոր ռեկտորա ու ինքը շատ ոգևորված ու շատ բաց է ու ասում է, որ անպայման այդ ամեն ինչը լինելու է։ Իմ կարծիքով այդ երեխեքին պակասում է ռեալ նորաձևության մասին գիտելիքներ, այն ինչ որ այսօր է կատարվում աշխարհում։ Իսկ չկա օրինակ մասնավոր մարդիկ, որոնք որ այդ տիպի նախագծեր են ուզում անեն դպրոց հիմնեն նորաձևության, որտեղ մեր ոլորտում օրինակ կան դպրոցներ եւ կան մարդիկ, որոնք որ մտածում են այդպիսի նախագիծ անեն ու արտերկրից հրավիրեն լավ մասնագետներին, խոհարարներին, ինչու՞ նաեւ մեր մոտ էլ մեր երկրում լավ խոհարարներ կան ու այդ խոհարարական կամ սպասարկման ոլորտը ավելի զարգացնեն, որտեղ դրա կարիքը իրականում կա։ Կարիքը սովորելու բոլոր ոլորտներում Հայաստանում կա ու մենք իրոք ունենք խնդիր եւ ձեր ոլորտում եւ մեր լավ մասնագետ գտնելու եւ կան լավ մասնագետներ, որ արդեն տարիքով շատ մեծ են եւ նոր սերունդեն չեն փոխանցել, օրինակ մենք չունենք լավ տղամարդու կոստյում կարողների մեծ թիմ։ Մենք ունենք 1-2 լավ կարողներ, որ արդեն մեծացել են, որ չեն կարա մի քանի տարի հետո չեն էլ ընդունել պատվերներ, բայց մենք դրա խնդիր ունենք, այսինքն ուղակի բայց իրանք օրինակ կարող են քայլել ժամանակակից, որտեվ կարելը Այդ արդեն մի քիչ ուրիշ է, մեկը պետք է լավ կարի, մեկը լավ ստայլինգ անի, մյուսը գծի եւ այլն։ Շատ կարևոր է դրա վրա ուշադրություն դարձնել, կարծում եմ կան մարդիկ, ով կուզենան բացեն տենց դպրոցներ, ես գիտեմ, որ նորաձևության պալատը օրինակ պերիոդիկի հրավիրում է մասնագետներ, բայց դա շատ քիչ է ու դա պետք է լինի իմ կարծիքով էլ ավելի լուրջ ու ավելի պետական ու այդ Գեղարվեստ ակադեմիայի նույն երեխեքը ամեն տարի այդքան քանակի դիզայներ եւ շատ քիչեր իրանցից հետո գնում են ու աշխատում են, շարունակում են։ Իսկ ինձ թվում է, եթե ամենասկզբից ճիշտ իրանց պատրաստեն, իրանք արդեն պատրաստ կլինեն ու կաշխատեն մյուս ֆաբրիկաներում, կան շատ ֆաբրիկաներ այսօր Հայաստանում, որ ունեն լավ դիզայների կարիք, որ ունեն լավ տեխնոլոգի կարիք ու անընդհատ մենք չաթ ունենք ֆաբրիկաների ղեկավարների հետ անընդհատ ասում են մի հատ լավ տեխնոլոգ, մի հատ լավ ով ունի ու չենք գտնում այդ մասնագետներին ու այդ շատ կարևոր է։ Օրինակ նույն բուհից չեք կարող։ Իրանք չեն պատրաստ չեն դրան։ Դրա համար ասում եմ, այ եթե կամ պրակտիկայի դրանից հետո Իսկ ոլորտը որ ուժեղանա, դիզայներները շատանան ու մարդիկ հասկանան, որ ոլորտը ավելի
ուժեղ է եւ այո Հայաստանը ունի նորաձևության մեջ իր խոսքը ասելու, ես կարծում եմ շատ երեխաներ արդեն կուզենան այդ ուղղությամբ գնալ։ Եթե բուհնել պատրաստի լավ մասնագետներ ու զանգի ֆաբրիկաներին ասի վсё, այս տարի ունեմ 7-ը, այդ երեխեքին մի անգամից կտանեն իրանց մոտ։ Մյուս երեխեք, որ արդեն նոր կգան սովորելու, կտեսնեն, որ այս մասնագետները մի անգամից լավ աշխատանքի են անցնում ու իրանք էլ կգծկտեն։ Այս կողմից է կարելի անել այդ։ Դե հուսամ ապագայում կրթական ոլորտը նաև այս ոլորտում կուժեղանա եւ լավ մասնագետներ ընդգրկվեն կրթական համալիրներում, կարծում դա համահունչ եւ զուգահեռ պետք է լինի եւ ոլորտը զարգանա եւ կրթական մասը ուժեղանա։ Որպես դիզայների մի հատ հարց տամ։ Այ օրինակ պատկերացրեք մի րոպե վերջում խորոված լինելու թե չէ։ Արդեն խորովում ենք բամբասակ։ Դե ուրեմն ասա։ Սովացը։ Այ հիմա պատկերացրու որ Հայաստանը որպես բրենդ վերցնենք, օրինակ ոնց կպատկերացնեն դու ինչը պետք է ավելի շատ արտացոլվեր իր ոճը, գույնը, թե ինչ որ օրնամենտիկան, ոնց ես դու տեսնում։ Ինձ թվում է դա պետք է ինչ-որ բրենդինգ կամպանիան այդ հարցը տաս։ Ես դա լավ չեմ կարող։ Չէ, ես ուզում եմ քո աչքերով նայես։ Բրենդինգ կամպանիա կասի իր աչքերով, միգուցե մասնագիտական, բայց օրինակ դու ոնց ես պատկերացնում։ Ես չեմ մտածել այդ մասին։ Ես հետո ոդկասթից ենքոմ քեզ պատմեմ օրինակ ոնց եմ պատկերացնում Դիլիջանը ոնց դառնա տուրիստի ամենասիրելի վայրը Հայաստանում տուրիստների։ Հայտի կարամ պատմեմ, բայց տենց օբշի Ոնց որ ոլորտը դու ուզում ես փոխել։ Վայ հա, իստում հա։ Արի ես այդ հարցին չպատասխանեմ, ես դրան պատրաստ չեմ, ու այդ շատ պատասխանատու եմ։ Իմանալով քեզ, գիտեմ որ ամեն օր ու տարբեր ժամանակահատվածներում ինչ-որ նոր բաներ ես մտածում անելով, որի համար շատ ուրախ եմ։ Այ ինչ նորություններ կա մոտ ապագայում, ինչ ես պլանավորել, որը որ միգուցե հենց կապված չէ նորաձևության հետ, բայց շատ մոտիկ է, ինչ որ հետաքրքիր պրոյեկտ ունես։ Ստեղ գալուց առաջ ստացա առաջարկ, որ քեզ ասեցի նորաձևության պակաս եմ ունենալու ուրիշ երկրում, բայց դրա մասին դեռ չեմ ուզում ասեմ, որովհետև հենց նոր ստացա այդ առաջարկը, թող մի հատ հասկանամ։ Այո, եւ մի տարի աշխատել եմ կոստյումների համար դրամատիկական թատրի ֆանտաստիկ ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի հետ կին 4-րդն այնքը բեմադրում ես արել եմ կոստյումները դա իմ առաջի փորձն էր թատրոնի համար այդ մասշտաբի ներկայացում եղել է արդեն չէ լինելու է մի քանի օրից ես հուսամ ես ներկայ կգտնվեմ ամսի 5-6-ից սկսվելու արդեն շատ իմ համար դժվար էր բայց ես շատ ոգևորված էի որովհետև դա իմ համար նորություն էր ու այդ ռեժիսորի հետ աշխատելը դա շատ ֆանտաստիկ էմոցիաներ է լեգենդ մարդու հետ անել իմ այրասում փշակվում եմ ես շատ ոգևորված եմ հուսով եմ կհավանես գնաես հետո կասես այդ ես համոզված եմ որ կհավանեմ եւ դա երևի կներշնչի 4-րդ ցուցադրումը որ լինի կարտացոլվի Այդ էլ ցուցադրում ու այդ լինելու է ոչ թե մի անգամ պատկերացնում ես որ պրոստը մոդելները քարեցի անընդհատ տարիներով կին 4-րդը լինելու է ու ես շատ ոգևորված եմ։ Դե շատ լավ, անպայման կտեսնեմ, ես համոզված եմ որ շատ հետաքրքիր ու լավ կլինի։ Շնորհակալություն Ֆայնա ջան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն հայտնենք Ֆայնային եւ այսօր ավարտենք հերթական ոդկասթը։ Կհանդիպենք շուտով